Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Փարիլուս ցեզի սիրելի փոքրիկներ եւ բադանիներ։ Հիսուս հայրիկի օրտնյալ զավակներ։ Ինչպես եք այսօր։ Հույսով որ ամեն կտալ ողջ, առողջ եւ բարձր դրամատուրգիա մեջ եք։ Այս գիրագի օր հոգեկալուստի դոնն է։ Նախ բատմեմ ցեզի, թե ինչ է հոգեկալուստի դոնը։ Հիսուս հայրիկ, գիտեք, որ երկրի վրա իրեն համար աշակերտներ ընտրած էր, 12 առաքյալները։ Եվ Հիսուս իր խաչելութենեն առաջ իր աշակերտներուն ասավ, որ շուտով ես պիտի մեկնիմ ցերկովեն, այլևս զիս պիտի չտեսնեք։ Աշակերտները շատ նեղվեցան, որովհետև Հիսուսի ներկայության անոնք զորավոր էին, մխիթարված էին։ Հիսուս անոնց ասավ. «Մի նեղվիք, որովհետև երբ ես երթամ իմ հորս մոտ երկինք, պիտի խնդրեմ հոր մեզ, որ ցեզի ուղարկե Սուրբ Հոգին, եւ Սուրբ Հոգին պիտի ղրգեմ ցեզի, որ պիտի գա եւ ցեզի հետ պիտի բնագի, ցեր մեջ պիտի բնագի եւ ցեզի պիտի առաջնորդե թեպի հավիտենական կյանք»։ Եվ իրավ Հիսուս իր հարութենեն յետք 40 օր իր աշակերտներուն հետ երկրի վրա մնաց, անոնց սորվեցուց, անոնց զորացուց, խոսեցավ Սուրբ Հոգի մասին։ Իր հարութենեն 40 օր յետք Հիսուս երկինք համբարձավ եւ համբարնալեն առաջ իր աշակերտներուն ասավ. Երուսաղեմի մեջ մնացեք, մինչեւ որ ցեզի Սուրբ Հոգին ղրգեմ։ Եվ երբ Սուրբ Հոգի ղրգեմ, պիտի զորանաք, եւ իմ վկաներս պիտի լակ ամբողջ աշխարհի մեջ։ Հիսուս երբ երկինք համբարձավ, Հիսուսի աշակերտները Վերնադան մեջ այն վայրը, ուր Հիսուսի հետ վերջին ընթրիք ըրած էին, այնտեղ ամեն օր կհավաքվեին աղոթելու։ Հիսուսի համբարձումեն 10 օր յետք, երբ առավոտ գանուխ հավաքված էին ու աղոթ կնեին, հանգարց Սուրբ Հոգին գրագի լեզուներու գերբարանքով իջավ եւ հանգչեցավ աշակերտներուն վրա։ Վերնադան մեջ հովի սուլոցի ցայն ելավ, զորավոր ցայն, եւ Սուրբ Հոգին հանգչեցավ աշակերտներուն վրա։ Եվ աշակերտները, որ մինչ այդ վախկոտ էին, զորացան, քաչ եղան։ Մինչ այդ որ ուսում չունեին, ուրիշ լեզուներ չէին խոսեր, սկսան ուրիշ ազգերու լեզուներ խոսիլ եւ Հիսուսի մասին վկայել։ Եվ այդպիսով ամբողջ աշխարհի մեջ ավետարանը տարածեցին, քարոզեցին։ Սիրելի փոքրիկներ եւ բադայներ, մենք ալ Սուրբ Հոգին ունենք։ Ով է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին Սուրբ երրորդության երրորդ թեմքն է։ Ինչպես որ երբ ամեն օր խաչ կհանենք, ինչ կսենք, հանուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն, այսինքն հորը, որդին եւ Սուրբ Հոգին անունով փառք կտանք մենք։ Եվ գիտեք, երբ որ մգրդվեցաք, ամենքս երբ որ մգրդվեցանք եկեղեցվո մեջ Սուրբ Ավազանեն, մենք Ատկե վերջը թրոշ մստացանք, Սուրբ Միրոնով օծվեցանք մեր ջագատները, աչքերը, ագանչները, քիթը, փերանը, ցերքերը, սիրտը, գրնագը եւ ոտքերը, եւ այդ Սուրբ Միրոնը գխորհրդանշե Սուրբ Հոգին։ Հետևաբար Սուրբ Հոգինը ստացանք, ինչպես որ Հիսուս հայրիկ, երբ որ մգրդվեցավ եւ դուրս եկավ ճուրեն, հայրը երկինքեն խոսեցավ, ասավ ասիգա եմ սիրելի որդիս, իսկ Սուրբ Հոգին աղավնի գերբարանքով իջավ Հիսուսի վրա։ Սուրբ Գիրքի մեջ Սուրբ Հոգին զանազան ծևերով կհայտնվի։ Երբեմն գրագով, ինչպես աշակերտներուն վրա եկավ, երբեմն աղավնիով, ինչպես Հիսուսին վրա իջավ, երբեմն յուղով, ինչպես թագավորները եւ մարգարեները օծվեցան եւ Սուրբ Հոգիով լեցվեցան։ Մենք ալ Սուրբ Միրոնը երբ կստանանք, Սուրբ Հոգինը ստացած կլանք։ Սուրբ Հոգին, քանի որ հոգի է, մեր այս աչքերով չենք տեսներ, բայց մենք մեր հոգիով կսկանք իր ներկայությունը։
Ինչպես որ հովը երբ փչե զորավոր, մենք հովը չենք տեսներ, բայց անոր զորությունը գսկանք, այդպես ալ Սուրբ Հոգին, թեև այս աչքերով չենք տեսներ, բայց անոր զորությունը գսկանք, Սուրբ Հոգին մեզ գզորացնե, երբ մենք վախի մեջ ենք, երբ մենք դխրության մեջ ենք, Սուրբ Հոգին մեզ գզորացնե, գմխիթարե, անոր համար Սուրբ Հոգին նաև գոչվի մխիթարիչ։ Սուրբ Հոգին քաղցր է, ազնիվ է, երբ սխալի մեջ ըլանք, Սուրբ Հոգին է, որ մեզի գանտրադարձնե, որ սխալ կործածենք, եւ գզորացնե, որ խոստովանենք մեր մեղքերը, մեղա Աստուծո ասենք։ Սուրբ Հոգին անդեսանելի մեր հետ եւ մեր մեջ ապրող բարեկամն է։ Անիգա միշտ մեզի բարի խրատներ գուտա։ Օրինակ, սիրելի փոքրիկներ եւ բադայներ, դուք կրնակ Սուրբ Հոգին հետ խոսել եւ Սուրբ Հոգին ցայնը լսել։ Օրինակ դամ ցեզի։ Բահմը ձեր աչքերը փակեք։ Ձեր աչքերը կոծեցեք։ Երևակայեցեք, որ դեսակ անոթի որբ մեկը, որ անոթի է, տրամ չունի, եւ դուք ձեր ցերկը հաց ունիք։ Անմիջապես ինչ կնեք։ Ձեր հացը այդ որբին գուտակ, չէ՞։ Եվ ինչ կսկակ, լավ կսկակ։ Ով ցեզ առաջնորդեց, որ որբին դակ այդ հացը գարիկավորին դակ, Սուրբ Հոգին, մեր մեջի Սուրբ Հոգին։ Գամ հագարակը ասեմ, Սուրբ Հոգին երբեմն մեզի գաստարարե, որ սխալ բան չնենք։ Օրինակ երևակայեցեք, որ ձեր մայրիկին հետ, հայրիկին հետ շուգա կացերեք եւ դեսակ դուրմ շոկոլա եւ ուզեցիք կողնալ ձեր կրբանը տնել կամ ձեր ընկերոջ, տասընկերոջ բայսագը փանալ եւ մեջեն կողություն անել։ Հանգարց ձեր սրդին մեջ ցայմը գլսեք, որ միեներ։ Ով է այդ խոսողը։ Մենք անոնը խիղճ գուտանք, խիղճ գսենք, բայց անիգա Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգին մեզի գսե, որ ինչը սխալ է, ինչը ճիշտ է։ Հետևաբար գտեսնեք, ինքը միշտ մեր կյանքի մեջ ներկա է։ Մենք անոր ցայնը գլսենք, անոր հետ գրնանք խոսիլ, աղոթել եւ ասել Սուրբ Հոգի Աստված իմ կյանքս շիդակ ջամփու մեջ պահե։ Սուրբ Հոգի Աստված ինձի թասերու հաջողություն դուր թասերու մեջ։ Սուրբ Հոգի Աստված ինձի առաջնորդե, որ խաղաղը լամ, վախերես ցերպազադիմ։ Սուրբ Հոգին միշտ մեզի հետ է, միշտ։ Նույնիսկ երբ որ մեր ծնողները մեզի հետ չեն, բայց Սուրբ Հոգին միշտ մեզի հետ է։ Եվ Սուրբ Հոգին զանազան բարգևներ գուտա, զանազան նվերներ գուտա բոլորին, բոլոր մարդոց, որբեսի Աստուծո ծառայենք եւ իրարու ծառայենք։ Երբեմն Սուրբ Հոգին մեզի ուժ գուտա օգնելու։ Երբ տեսնենք ձերուկ մայրիկը, ձերուկ հայրիկը, որ զարություն շարգածեն, շուգային եկածեն գրնանք օգնել, Սուրբ Հոգին մեզի զորություն գուտա, որ այցելենք հիվանդիմը, մխիթարենք, եւ Սուրբ Հոգին նաեւ բդուղներ ունի։ Գիտեք ինչ են այդ բդուղները։ Մեր մեջ բդուղներ կբերե։ Այդ բդուղներուն առաջինն է սերը։ Երբ մարդիկ նույնիսկ մեզի վնաս հասցնեն, բայց մենք սիրենք անոնց, Սուրբ Հոգիով ապրած կլանք, Սուրբ Հոգին բդուղը ցույց տված կլանք։ Երբ մարդիկ մեզ փարգացնեն, բայց մենք համբերություն ցուցաբերենք, այնադեն Սուրբ Հոգին բդուղ ունեցած կլանք։ Հետևաբար սեր, ուրախություն, խաղաղություն, հեզություն, ժուժգալություն, համբերություն, այս բոլորը Սուրբ Հոգին բարգևներն են։ Եվ սիրելի փոքրիկներ եւ բադաններ, որքան մոդիկ ապրիկ Աստուծո, այդքան Սուրբ Հոգին բարգևները կունենաք։ Հետևաբար միշտ Սուրբ Գիրք կարդացեք, միշտ աղոթեցեք Սուրբ Հոգին։ Հիշեցեք, որ դուք երբեք առանցին չեք, մի վախնաք, ոչ մեկ բան է։ Չար սատանան չի գնար մեզ վախցնել, որովհետև Սուրբ Հոգին մեզի հետ է եւ գզորացնե մեզի։ Աղոթեցեք Սուրբ Հոգին, խնդրեցեք, որ ցեզի զորություն տա, ինչպես առաքյալներուն տվավ։ Սուրբ Հոգին աղոթեցեք, որ ցեզի իմաստություն տա, ինչպես մարգարեներուն տվավ։ Սուրբ Հոգին խնդրեցեք, որ ցեզ ամեն տեսակ երկնային օրհնություն տա, որ Աստուծո խոսքերը սորվիկ եւ կործատրեք։ Եվ երբ Սուրբ Գիրքը փանանք, Սուրբ Հոգին է, որ մեզի հետ կխոսի Սուրբ Գիրքին մեջ են։ Ահա կտեսնեք, որ Սուրբ Հոգին միշտ մեզի հետ է, անիգա
Սուրբ երրորդության երրորդ թեմքն է, որ միշտ կուզե որ մենք մաքուր կյանքով ապրենք, իրարու հետ սիրով ապրենք, իրարու ծառայենք, Աստուծո ծառայենք եւ Աստուծո սուրբ անունը բարձր պահենք։ Հետևաբար Սուրբ հոգեկալուստի դոնին արիթով գաղոթեմ, որ Սուրբ հոգին ամենուս կյանքը զորացնե, լեցնե մեզ սրբությամբ, օրհնությամբ, սիրով, քաղցրությամբ, որովհետեւ երբ իրարու հետ ապրենք, սիրով եւ սրբությամբ ապրենք։ Եվ աղոթեցեք մեր հայրենիքին համար, որ խաղաղությունը լա, որ թշնամիները հեռու մնան մեր սահմաններեն։ Աղոթեցեք, որ Աստված Բաբան եւ իմաստուն գրոնավորներ եւ իմաստուն pedagogan մարդիկ ուղարկե մեզի, եւ իմաստուն զինվորականներ, եւ իմաստուն թադավորներ, եւ իմաստուն մարդիկ, որովհետեւ մենք ազգովին Սուրբ Հոգիի զորությամբ եւ իմաստությամբ ապրենք։ Եվ գաղոթեմ, որ Աստված Բաբան ցեզ ամեն տեսակ փորձաններեն բահե, ցեր հայրիկ եւ մայրիկը բահե ցեր քրխուն վրա, ցեր եղբայրները, քույրերը, ցեր ընկերները եւ դուք ըլլակ օրտնյալ օրինավոր քրիստոնյա սաբակներ։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, ի քաղցր տեսություն, մինչև հաջորդ հանդիպում։ Օրտնյալ մնացեք, Սուրբ Հոգիով զորացեք։